Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ գրված է. կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Կրոնական կազմակերպությունները Հայ առաքելական եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպություն է։ Ոմանք Սահմանադրության այս դրույթը ցանկանում են մեկնաբանել, թե իբր Հայ առաքելական եկեղեցին կարող է իրեն պահել որպես պետությունից դուրս եւ պետությանը զուգահեռ կառույց, սկսած պետությանը սեփական եկամուտների մասին տեղյակ չպահելուց, մինչեւ իր սեփական եւ ուրույն արտաքին քաղաքական կոնցեպտներով հանդես գալը։ Սակայն Սահմանադրության վերոնշյալ դրույթը իրականում այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի պետական կրոն եւ երաշխավորում է կրոնի ազատությունը։ Ահա թե ինչու կրոնական կազմակերպություններից որևէ մեկի պետության մաս չկազմելու մասին այս հոդվածում գրված է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Նման դրույթ իրենց սահմանադրություններում ունեն բոլոր այն պետությունները, որոնք միջնադարում աստվածատուր հռչակված միապետություններից անցում են կատարել դեպի աշխարհիկ հանրապետություններ։ Այսպիսով, այս դրույթը իրականում Հայ առաքելական եկեղեցու պետությունը կառավարելու հավակնությունները սահմանափակելու մասին է եւ ոչ թե նրա արտոնյալ պետությունից դուրս դիրքի մասին։ Ահա թե ինչու մեր սահմանադրությունը այս հոդվածից անմիջապես հետո ունի մյուս հոդվածը, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Անշուշտ հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության մասն է եւ բացառիկ առաքելություն է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման մեջ։ Ես իմ նախորդ ելույթներից մեկում խոսել եմ այն մասին, որ Օսմանյան կայսրությունում արդարացված էր հայ առաքելական եկեղեցու այդ ժամանակվա կաթողիկոսի իսկ բնորոշմամբ գազանազուսպ եւ լարախաղաց լինելը եւ այն մասին, որ այժմ Հայաստանի Հանրապետության որոշելիքն է լինել գազանազուսպ եւ լարախաղաց, թե չլինել։ Այս անգամ խոսենք պարսկական կայսրության օրինակով, հասկանալու համար, թե ինչ զոհողությունների է գնացել հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության պահպանման իր ստանձնած առաքելությունը կատարելու համար, ինչպես են այդ զոհողությունները փոխել մեր եկեղեցին եւ ինչպես այժմ պետք է փոխվի հայ առաքելական եկեղեցին։ Դպրոցում բոլորս էլ սովորել ենք, որ պարսկական կայսրությունում քրիստոնյա մնալու համար անհրաժեշտ էր վճարել գլխահարկ։ Ընդ որում առնվազն 17-րդ դարում պարսկական կայսրությունը շահագրգռված չէր քրիստոնյաների կամ քրիստոնեության վերացմամբ, քանի որ դա կհանգեցներ ֆինանսական կորուստների։ Այն աստիճան, որ յուրաքանչյուր քրիստոնյա հպատակ, ով ընդունել էր մահմեդականություն, ամեն պահի կարող էր վերադառնալ նախկին կրոնին, եթե ընդամենը պարտավորվեր վճարել այդ հարկը։ Իսկ ինչ էր վճարում մեր եկեղեցին։ Պարսկաստանում յուրաքանչյուր պաշտոն, ինչպես յուրաքանչյուր պաշտոն, այդպես էլ կաթողիկոսի պաշտոնը պետք է գնվեր։ Կաթողիկոսը շահի հանդեպ ոչ այլ ինչ, քան իր հավատարմությունը պետք է արտահայտեր նրան ճոխ ընծաներ բերելով։ Իսկ եպիսկոպոսները իրենց պաշտպանությունը պետք է գնեին կաթողիկոսից այնպես, ինչպես կաթողիկոսն իր պաշտպանությունը գնում էր խանից կամ շահից։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին իր գոյությունը պահպանելու համար ստիպված է եղել մերվել պարսկական կայսրության բացարձակապետական կարգում գործող ֆինանսական եւ հիերարխիկ բուրգին։ Այս մասին մենք կարդում ենք պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի հայ ազատագրական գաղափարին նվիրված նախորդ դարասկզբի գրված գրքում, որտեղ նա ասում է, որ հայ ազգի ազատագրության մասին մտածող հայ մելիքները իրենց ծանր կացության մեջ այլևս չէին կարող համերաշխ լինել կղերի հետ, քանի որ մեջբերում եմ պարսկական պետական իմաստության վարքականոններն ավելի ու ավելի յուրացրած եւ գոյություն ունեցող համակարգի հետ համերաշխ ապրող կղերին այլևս հնարավոր չէր ներգրավել ազատագրական ծրագրի մեջ։ Գիտեք, մեր պատմությունը կրկնվելու հատկություն ունի, քանի դեռ մենք գիտակցաբար այն ինքներս կերտելու պատասխանատվություն չստանձնենք։ Ինչպես այն ժամանակ հայ առաքելական եկեղեցին ազատագրական պայքարի գաղափարի կրողը չէր, հաշտ էր կայսրության հետ։ Այդպես էլ այժմ հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք, որովհետև առնվազն մեր ժողովուրդը անտեղի չէ եկեղեցուն ի պահ տվել իր վանքերը։
Սիրելի քաղաքացիներ, քանի դեռ մեր եկեղեցին չի ընդունել մեր պետության գերակայությունը որպես մեր ժողովրդի կամքի արտահայտություն, այն շարունակելու է լինել կայսրությունների մեջ դարեր շարունակ գոյատևելու համար ձեռք բերած հատկությունների կրող։ Ես առիթ ունեցել եմ նկարագրելու, թե ինչպես է մեր եկեղեցին կամա թե ակամա բաղձում մեզ վերադարձնել այն վիճակին, երբ ինքն էր մեր ճակատագրի տերը։ Այս անգամ ցանկանում եմ հանրության ուշադրությունը հրավիրել շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած մի իրադարձության վրա, որը կրկին շատ վառ ի ցույց է դնում, որ մեր եկեղեցին հոգևոր հարցերով զբաղվելու փոխարեն իրեն քաղաքական դերակատար է զգում։ Այս տարվա ապրիլի 27-ին Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի Էստոնիա կատարած այցի ժամանակ ասել էր. Մեր աղոթքն է, որ, պարոն վարչապետ, ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ։ Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ եւ առաջնորդ, մեր երկիրը դեպի Եվրամիության իր քայլերն անի, որովհետեւ մեր քրիստոնեությունը եկել է իրականության մեջ արևմուտքից, Տրթատ թագավորը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Եվ համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք այստեղ, մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է։ Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես մերձբալթյան երկրների պես դիցուկ Էստոնիայի կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել։ Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավականին, ձեզ եւ բոլոր բարի առաքելությունները։ Եվ ինչ, հայ առաքելական եկեղեցին որոշեց հայտարարությամբ արձագանքել arczepiskoposi աղոթքները գրաքննության ենթարկելով եւ ասաց. Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր եւ դատողություններ խիստ սուբյեկտիվ են, այսինքն աղոթքները սուբյեկտիվ են, անհատական եւ վերագրելի չեն եկեղեցուն։ Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն եւ զգուշավորություն դրսեւորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար։ Այսինքն ինչի հետ համաձայն չէ մեր եկեղեցին որպես ինստիտուտ, որ Հայաստանի վարչապետը հաջողի, որ Հայաստանը հարևանների հետ խաղաղության հասնի, որ քրիստոնեությունը արևմուտքի կրոնն է, որ Հայաստանը շարժվի դեպի Եվրամիություն, որ Տերն օրհնի Հայաստանը։ Բայց ամենակարևոր հարցը, սիրելի քաղաքացիներ, հետևյալն է. մեր եկեղեցին որպես կառույց պետք է կարծիք, ավելին պաշտոնական դիրքորոշում ունենա այս հարցերի վերաբերյալ, որ անհատ եկեղեցականն էլ որպես մարդ, որպես քաղաքացի չկարողանա արտահայտել իր դիրքորոշումը։ 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ժողովրդի ինքնակազմակերպման գերագույն ձևի դեմ ընդվզել են ապապետական, կայսերական քաղաքական մտքի կրող գեներալներ եւ դիվանագետներ, ընդվզել են եւ ընկրկել։ Այժմ այդ քաղաքական մտքի բուն ծնողի եկեղեցու հերթն է։ Վերջը պարզ է։ Գուցե զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նման դիմի Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Հիշում եք, նա էլ իր ընդվզումից հետո ստիպված եղավ այնուամենայնիվ առերեսվել պետության հետ։ Եվս 3 փոքր նկատառում։ Մարդիկ հարցնում են, միթե եկեղեցու որոշ սպասավորների կուսակրոն չլինելը քննարկելը նրանց անձնական կյանքին միջամտություն չէ։ Այս քննադատությունը բաց է թողնում մի կարևոր հանգամանք։ Կուսակրոնությունը հանրայնորեն հռչակված պայման է մեր հազարամյա վանքերը խնամելու համար եւ ոչ միայն դա անելու համար։ Եվ մեզ հետաքրքիր է ոչ թե ինչ-որ մեկի անձնական կյանքը, այլ երեսպաշտությունը, կեղծիքը դադարեցնելը։ Կամ կյանքը պետք է համապատասխանի կանոնագրքին, կամ կանոնագիրքը կյանքին։ Երկրորդը, երբեմն նաև կարծիք է հնչում, թե ահա մենք թողած օրինակ Իսրայել-Իրան հակամարտությունը զբաղված ենք հայ առաքելական եկեղեցով։ Հայ առաքելական եկեղեցու խնդիրները իհարկե պետք է լուծվեն, քանի որ սա ուղիղ կապ ունի մեր երկրի դիմակայունության եւ անվտանգության հետ։ Պետք է լուծվեն թե կայսերական օրակարգերի հարցերը, թե քաղաքականությանը եւ ընտրություններին չմիջամտելու հարցերը, թե եկամուտների եւ հարկերի հարցերը, թե կանոնագրքին համապատասխանության հարցերը, թե բանակի հետ կապված արտոնությունների հարցերը։ Եվ մի վերջին նկատառում բառապաշարի հետ կապված։ Ոմանց նուրբ հոգիները ցնցվել են վարչապետի բառապաշարից։ Իմ նուրբ հոգին եւս, պարոն վարչապետ, խստորեն դատապարտում եմ։
Սակայն ոմանց պարագայում այդ ցնցումը արժանի ցնցում էր, քանի որ արդեն որ երրորդ տարին է գուբերնատորները, նրանց սպասարկող հոգևորականները, որոշ բլոգերներ կարծում են, թե երբ հարվածներ են հասցնում պետությանը, դուք պետք է ձեռքերը ներքև պահեք, ինչու եք բարձրացնում, ինչու եք պատասխան հարվածներ հասցնում։ Խստորեն դատապարտում եմ եւ ամբողջությամբ աջակցում, պարոն վարչապետ, դարերով կուտակված մեր խնդիրները լուծելու ձեր հանձնառությունը, որպես քաղաքացի, որպես падգամավոր։ Սիրելի քաղաքացիներ, կասկած մի ունեցեք, մենք չենք մոռացել մեղմ եւ բարեկիրթ լինելու ձևը, այդպիսին կլինեն բոլորը եւ շուտով։ Շնորհակալ եմ։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։